Ողջույն բոլորիդ, սիրելի հեռուստադիտողներ, ում ընտրել Հայաստանի համար վճռորոշ այս խորհրդանական ընտրություններում։ Դրված է երկրի լինելու չլինելու հարցը։ Ձախ կողմում ներկայացված է որպես մի տապան։ Նոյի տապանը Աստված ստեղծեց, Աստծո հրամանով գազանները եկան, տապանի մեջ մտան, բայց այս տապանը, որ սարքված է, մարդու սարքված տապան է, որի մեջ մարդկային կերպարանքով ամեն գել ու գազան կա։ Երկրորդ նախագահը Քոչարյանը երկու անգամ կեղծիքներով ընտրված, օլիգարխ ուղարկված Մոսկվայից FSB-ի գործակալ, Հայաստանում աճեցված օլիգարխ, նախկինում բռնաբարության համար դատապարտված, նաև կուսակցություններ, որ նախկինում իշխանական լափամանից օգտվել են, մանր մուներ թափթփուկ կուսակցություններ և դրանց աջակիցներ, որոնք Հայաստանի բնակչության մտքում արդեն մեռած են, մարդ կուսակցություններ և բոլորն էլ պիտի գործեն երկրորդ նախագահի ընտրության համար։ Աջ կողմում ներկա իշխանությունն է, թիմը բաղկացած բացառապես նույն գաղափարակից երիտասարդ հայրենասեր մարդկանցից։ Աջ կողմում ընտրվելու հայտ են ներկայացրել նաև որոշ արևմտամետ ուժեր, նրանք էլ իրենց հայտը բերել են, տեսնենք արդյոք այս անգամ կհասնեն անցողիկ շեմին։ Շնորհապետական կուսակցություն 22 հոգի աջ կողմում են ներկայանում, սակայն սա մոսկովյան պրոյեկտ է, նախկիններին դեմը լալով կողմ են։ 1991 թվականին Հայաստանը հռչակվեց դե յուրե ինքնիշխան պետություն, բայց մինչև 2018 թվականը դե ֆակտո, այսինքն փաստացի Ռուսաստանի ստրուկներ։ Առաջին 3 նախագահներն էլ Մոսկվայի ձեռքին խաղալիքներ են եղել, Հայաստանը համարվել է ծայրագավառ, ֆորպոստ, այսինքն նահանգ, գուբերնիա և անգամ բարձր պաշտոնների նշանակումները Մոսկվայից էր թելադրվում, նրանք պիտի դաբրոն տային։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, Կիլիկյան թագավորությունից հետո առաջի անգամ դե յուրե և դե ֆակտո Հայաստանը ինքնիշխան պետություն է։ 1828 թվականին ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը հաղթեց և Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ որպես մի նահանգ և Ռուսաստանից նահանգապետներ էին նշանակում, այն ժամանակ հայտնի գրող Խաչատուր Աբովյանը գրեց. «Օրտնվի են սհաթը, այսինքն այն ժամը, երբ որ ռսի ոտը մտավ Հայաստան աշխարհ։ 200 տարի հետո հայ ազգը ճնշող մեծամասնությամբ ասում է. անիծվեր են սհաթը, որ ռսի ճզմող սապոգը մտավ Հայաստան»։ Տապանի մեջ եղողները ուզում են նորից գալ իշխանության։ Ինչու՞։ Երկու կարևոր նպատակով։ Նախ որ նախկինում իրենց թալանածները պահպանեն, չէ որ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված և նաև հատուկ ծրագիր ունեն Հայաստանը մաս դարձնելու միութենական կազմին։ Թաթարստանի նման 3.5 տարի Եվրոպայի հետ բանակցություններից հետո հանկարծ Մոսկվայից զանգ է գալիս և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի խամաճիկ ստրուկ գնում է Մոսկվա և հաջորդ օրը իսկ ստորագրում Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու։ Միթե սա դավաճանություն չէ։ Ներկա իշխանությունները ճիշտ ուղղությամբ ընթանում են, ինտեգրելով երկիրը քաղաքակիրթ աշխարհի հետ։ Դրա ապացույցը վերջերս Եվրոմիության մեծ գագաթնաժողովն էր Երևանում, նման բան լսված չէ, անգամ եվրոպական շատ պետություններ կերազեին այսպիսի գագաթնաժողով իրենց մոտ լինել։ Եվ այս ամենը
արտաքին սպառնալիքների ներքո Ռուսաստանից եւ նաեւ ներքին դավաճանական 5-րդ շարասյան պարակտիչ գործնեության պայմաններում։ Անկախությունից ի վեր գոնե 2 տասնամյակ եղել է բռնատիրություն, ազատ խոսքի բացակայություն, ովքեր հանդգնել են խոսել, ծեծ, հալածանք, բռնություն եւ շատերը այդ պատճառով երկիրը լքել են։ Ամենաթողություն, բեսպրիդել, գողապետություն, համատարած վախի մթնոլորտ, համակարգված վերևից միջև ներքև կոռուպցիա աջ կողմում 2018 թվականից ի վեր երկրում հաստատվեց աստվածատուր պարգև խոսքի ազատություն, թերևս պետք եղածից ավելին տրվեց, բոլորն էլ դա հասկանում են, եւ ոմանք այդ խոսքի ազատությունը վերածեցին ատելության խոսքի, հապա ամբարտավան լրագրողները իրենց սադրիչ, տխմար հարցումներով շատ քիչ լրագրողներ կան, ովքեր որ իրենց կոչումին հավատարիմ են, մեծամասնությունը փողի ծառաներ են։ Տապանի մեջ եղողը գույք պարտքի դիմաց Հայաստանի մի շարք կարևոր ռազմավարական հաստատություններ հանձնեց Ռուսաստանին։ Այդ կերպով երկիրը ավելի խորը կախվածության մեջ դնելով Ռուսաստանից։ Ներկայ իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրում իրավիճակը շտկելու համար։ Հեցի պետականացումը կարծես թե առաջին ծիծեռնակը եղավ։ Ձախ կողմում հոկտեմբեր 27, մարտի 1 ծայրագույն հարվածներ Հայաստանի եւ հայ ժողովրդին եւ սրա վրա ավելացնենք մոտ 40 քաղաքական աղմկահարույց սպանություններ, որոնցից մեծ մասը չբացահայտվեցին, բացահայտվածներն էլ որակվեցին որպես ուչաստկովի գործեր, այսինքն գլխավոր պատվիրատուները այդպես էլ չհայտնաբերվեցին։ Այս իշխանության օրոք իրենց քաղաքական հայացքների համար որևէ մեկին չեն ծեծում, չեն հետապնդում։ Այլախոհ ես, քու կարծիքի տերը կարող ես լինել, անգամ չեն նեղացնում այդպիսիներին, սա է իսկական ժողովրդավարությունը։ 1996 թվականից սկսած մինչև 2018 թվականը Հայաստանում բոլոր ընտրությունները լինեն համապետական թե տեղական կառավարման բոլորներ կեղծվել են։ Այդ ժամանակվա իշխանությունները գործի են դրել համակարգված ընտրախախտումներ, լցոնումներ, 5000 եւ 10000 դրամներով քվեներ առնել, թաղային հեղինակությունները, ավտորիտետները, փողոցային խուժանը, ուժային բոլոր կառույցները աջակցել են այդ ընտրությունների կեղծմանը։ Երբ հարցրեցին երրորդ նախագահին, չընտրված, ինչ է ձեր շանսը, ասաց շանսը որն է, 190, 80, 70 թե 60, ինչքան ուզեք, այդքան խփենք։ Մարդը իր բերանով բացահայտ ասա, որ իրենք թվեր են գրում, նկարում են, քանի տոկոս որ պետք է, այդքան էլ կգրեն։ Ոմանց հիշողություն այս կապակցությամբ կարճ է, թարմացրեք ձեր հիշողությունը։ Ներկա ընտրություններին էլ ընտրակաշառքները բաժանվում են աջ ու ձախ եւ քանի դեպքեր եղավ, երբ որ դա բացահայտվեց։ Իրենց արյան մեջ է կեղծիկով ընտրություն անել։ 2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի են ունենում արդար ընտրություններ, միջազգային չափանիշների համապատասխան, ընտրողի քվեն հաշվվում է եւ սա որպես իրավական երկիր մեծ ձեռքբերում է։ Նախորդ իշխանությունների ժամանակ որպես կանոն բյուջեն լափել են, իրենց համար դղյակներ սարքելով Հայաստանում, արտերկրում, փողերի լվացումներ, օֆշորներ, մանավանդ Կիպրոսը հարմար տեղ է, դրա համար ոմանք նաև Կիպրոսի քաղաքացիություն ունեն, պետական բյուջեից Բադեն-Բադենում թղթախաղով տանուլ տալ, այս ամենը հայտնի են։ Ներկա կառավարությունը բյուջեն գործածում է երկիրը շենացնելու համար, հարյուրավոր վերականգնված,
վերանորոգված դպրոցներ եւ մակապարտեզներ, այդ թվում նաեւ սահմանամերձ գյուղերում, դպրոցներ հագեցված տեխնիկական կահավորումով, լաբորատորիաներով, մարզահրապարակներ, գեղեցիկ սարքված այգիներ, շենքերի փոխված վերելակներ, փոխված տանիքներ, հնամենի խոնարհված եկեղեցիների վերականգնում։ Գիրանցի եկեղեցին վերջերս վերականգնվեց սահմանին գտնվող հազարավոր կիլոմետր նոր ասֆալտապատ ճանապարհներ։ Գյուղերում 3 սերունդ ցեխոտ ճամփաներով գնացել են դպրոց, բայց ներկայիս շատ ու շատ գյուղերում ճամփաները ասֆալտապատ են։ Տապանի մեջ եղողները տասնամյակներ բանակին զինելու փոխարեն յուրացրել են այդ փողերը, հակառակորդը զինվել է։ Զինվորին նորմալ չկերակրեցին։ Հակառակորդի հետ պաշտպանական կետերում պահածոյի տուփեր են կախված։ Եվ բարձենում են, թշնամին եթե գա, այդ աղմուկից մենք կիմանանք։ Լավ չհնչեց, պահածոյի տուփեր չէ, կանսերվայի բանկեկ։ Դա էր պաշտպանական գիծը, երբ որ այն կողմում թշնամին է։ Ներկայիս իշխանությունները արդիական զինատեսակներ են ձեռք բերել, զինվորին կերակրում են հավուր պատշաճի։ Սահմանագծում էլ ամենուր պաշտպանական շինություններ են սարքված։ Նախկինների ժամանակ թոշակառուն մի խղճուկ գումար էր ստանում, այն էլ ամիսներով չէին տալիս։ Ոմանք էլ մահացան այդ գումարը չտեսան։ Միթե չեք տեսել այն վիդեոները։ Ձեր մարդիկ հավաքվել են կառավարության շենքի առջև, իրենց թոշակն են պահանջում, քանի ամիս չեն ստացել։ Ոմանք մահացան ու գնացին այդպես էլ այդ թոշակը չտեսնելով։ Ներկայիս միայն ավելացած թոշակի չափը այն ժամանակվա թոշակից ավելի է։ Ներկայիս 5 անգամ ավելի են ստանում։ Սա նշանակում է տարեցին, խեղճին, անզորին արժեք տալ։ Թալանչիների ժամանակ տարեցները հիվանդություններից մահանում են, որտեղ վճարովի էր բուժ օգնությունը։ Ներկայիս տարեցների վիրահատությունը, բուժումը միլիոնավոր դրամներ կառավարությունն է հոգում, հսկայական բարեփոխումներ առողջապահության ոլորտում։ Սատանայի տապանի մեջ մարդիկ կան, որ մտադրված են սեքսի նախարարություն ստեղծել Հայաստանի չբավարարված կանանց համար։ Սրանից մեծ անարգանք կա հայ կնոջը, չկա։ Եվ եթե մի կին կալուգացուն կամ տապանի մեջ եղողի համար քվեարկի, նշանակում է արժանապատվությունից զուրկ է։ Մեկ այլ հիմարություն, վստահ են, որ գյուղատնտեսության նախարարությունը պիտի գտնվի հենց Արարատյան դաշտում, խաղողի թարմաների տակ։ Հիմարություն հիմարությանց։ Այդ մանկամիտները կարծում են Հայաստանի բնակիչների հիմար են։ Միայն խոստացի եւ վերջ։ 300,000 նոր աշխատատեղ։ Բուլկո արտադրություն պիտի անեն։ Բանցած 30 տարին որտեղ եք։ Ներկայ իշխանությունները արտասահմանյան ներդրումների գրավիչ դաշտ են սարքել։ Եվ արդեն հսկայական ներդրումների խոստումներ կան, 50 մտնողներ էլ չկան։ Նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանը հեշտությամբ Ղարաբաղյան հարցը որպես խաղաքարտ էր գործածում, մշտապես պատերազմի սպառնալիք ստեղծելով։ Հետո իրական պատերազմը հրահրեց եւ վերջավորությամբ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ռուս խաղապահ կոչվածների ձեռքով դատարկվեց ամբողջ Արցախը, այդ բանի մեջ գործակցեց նաև Ղարաբաղյան կլանը, որ ի վերջո Ռուսաստանը նրանց հանձնեց Բաքվին այնտեղ դատվելու համար։ Անցյալ 200 տարվա մեջ Ռուսաստանը Հայաստանին եւ հայությանը մեծագույն չարիքներ է արել։ Այս 8 տարիների մեծագույն ձեռքբերումը Հայաստանի համար խաղաղությունն է։ Եվ դա իրականացավ կառավարության հսկայական ջանքերի եւ անշուշտ արևմուտքի եւ մասնավորաբար Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ։ Սահմանները սահմանագծվում եւ սահմանազատվում են խաղաղ պայմաններում, կրակոցներ չկան, սահմանին զինվոր չի զոհվում, սահմանապահ զինվորների ծնողները
հանգիստ քնում են, վստահ լինելով, որ իրենց զավակներին վտանգ չի սպառնում։ Խաղաղություն ձգտեցին եւ տրվեց։ Աստված տվեց այդ խաղաղությունը։ Հիսուս Մատթեոս 5:9-ում ասում է. «Երանի խաղաղություն անողներին, վասնզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»։ Հայաստանում ռուսամերներ շատ կան։ Սա հին մտածողությունն է, միջև հիմա կա։ Պարզ է։ Իսկ ահա Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում կան մարդիկ, ովքեր վայելում են այդ երկրների ընձեռնած ազատություններ, ամեն տեսակ ազատությունները, բայց ռուսամետ են, կասենք ռուսամեր են, եւ դրանց մեջ դերասաններ չստացված եւ մարդիկ, ովքեր այստեղ վայելում են, բայց ուզում են, որ Հայաստանի վրա ռուսական իշխանություն լինի։ Եթե այդպես է, ինչու չեք գնում Ռուսաստան ապրելու։ Օրինակ Կալուգա, Խաբարովսկ, կամ ասենք Նիժնի Տագիլ, բայց ամենահարմար տեղը այս պահին, որ գնաք Անապա եւ այնտեղ ապրեք։ Տապանի գլխավոր անձը ատում է մարդկանց մեջ մտնել, գիտի, որ մարդիկ էլ իրեն են ատում։ Թատերական բեմադրությամբ հատուկ ընտրված մարդկանց շրջապատում բերում են երեխայի գլուխն է շոյում, եթե պետք է նաև կգրկի, շնիկին էլ կսիրի, ցուցադրություն է այս ամենը, բարի երևա, բայց իր դաժանությանը սահման չկա, պրիվետ ռոբի համար իր իսկ դասընկերոջը սպանել տվեց հենց Արագած սրճանի զուգարանում եւ դեպքից հետո ոչ միայն ափսոսանք չհայտնեց, այլ ցինիկաբար ասաց, եթե ողջ լինել, ես նրան դեռ ասելիք ունեի։ Այս մարդը միայն իրեն լավ է զգում, երբ որ գնում է Աֆրիկայի սաֆարիները եւ առյուծ է սպանում, վրան նստում ու նկարվում է։ Վարչապետ ուր որ գնա, ամենուրեք մարդկանց սերն ու հարգանքն է վայելում։ Ոչ միայն չափածները, այլ նրանցից առաջ երեխաներն են գալիս իր մոտ, անունն են տալիս, վարչապետին անունով են դիմում, ու դա շատ բնական է։ Ու գիտեն, որ բարի մեկն է եկել, որ իրենց մասին մտածում է, ով նշանաբան ունի, բանաստեղծություն էր գրել, եւ դա երգի վերածվեց։ Ու այդ երգը սկսում է այսպես. մենք ուզում ենք, որ դու լինես երջանիկ։ Ու կատարած քայլերով, գործով ցույց է տալիս, որ դա այդպես է։ Հասարակ մեկը ժորթի ծոցից ելած, որ քանիցս ասել է. ես ձեզանից մեկն եմ։ Տապանի գլխավորը Մոսկվայից առաջադրանք ունի իշխանությունը տիրանալ եւ անմիջապես Հայաստանը մտցնել միութենական կազմի մեջ։ Ասել է, թե կորցնել պետականությունը եւ դառնալ գուբերնիա։ Դա կնշանակի Հայաստանի անունը ջնջել ՄԱԿ-ի ինքնիշխան երկրների շարքից։ Ռուսերենը կդառնա պետական լեզու, հայկական դրամի փոխարեն ռուբլի կգործածվի, քարտեզի վրայից ընդհանրապես Հայաստանը կջնջվի եւ հայ երիտասարդներին կուղարկեն Ուկրաինա պատերազմի։ Ներկա իշխանությունը այս 8 տարիների ընթացքում ապացուցել է, որ պետականամետ է, թե ներսում եւ թե դրսում հետապնդում է բացառապես Հայաստանի շահը։ Կոնտրաստը որքան ցցուն է։ Առաջնորդի կերպարը բոլոր ուղղություններով կարևոր է։ Երկրորդ նախագահի կենսագրականում գրված է աթեիստ, անհավատ, անաստված։ Միջև հիմա հայր մերը չգիտի, թեև ասած, որ 3 լեզուներով գիտի, կարող ենք ասել սուտ է, բայց շատ հետաքրքիր է պատմում։ Հին կոմսոմոլից ինչ սպասես։ Մի երկու անգամ ցուցադրաբար եկեղեցի է մտել, մոմ է վառել, աստվածապաշտ երևնալու համար։ Տապանի մեջ մարդ կա, ով Հիսուսի արձանն է սարքում, սա կռապաշտություն է։ Աստված խստորեն զգուշացնում է, որևէ բարի կերպարանքով կուրկ չսարքես ու չպաշտես, բայց սարքվում է
համապատասխան նախագծերի հիման վրա, համապատասխան բարձրության բարձանը, համապատասխան լեռան գագաթին պիտի դնեն, ինչի համար, որպեսզի ցույց տա, որ ինչ աստվածապաշտ մեկն է ինքը, ինչ բարերար մեկն է, բայց խորքի մեջ ուրիշ բան կա։ Սա բիզնես պրոյեկտ է։ Աչում վարչապետն է, ով բազմիցս խոսել է իր քրիստոնեական հավատքի մասին։ Դեռ ընդդիմադիր եղած ժամանակ, որ Հիսուս Քրիստոս իր Տերն է եւ իր Փրկիչն է, առիթով եւ առիթից դուրս անգամ արտասահմանում այդ մասին խոսեց։ Կարող է երևակայել։ Ուրիշ գտեք մեկը աշխարհի որևէ առաջնորդ։ Երկրի թիվ 1 պաշտոնյան ամբողջ աշխարհի առջև կանգնում եւ Քրիստոս է վկայում։ Ծննդյան հարության տոներին անգիր արտասանում է Սաղմոսած գրքից։ Առավոտյան 4:30 արթնանում է մասնավոր Սաղմոս անգիր սովորելու համար։ 30-ից ավելի Սաղմոսներ միջև հիմա արտասանել է, լեռան քարոզը անգիր։ Այս պահին ես ուզում եմ դիմել այն վերստին ծնված հավատացյալներին, ովքեր ձախ կողմում են։ Տապանի ու երկրորդ նախագահի եւ ռուսաստանյան օլիգարխի կողքին են։ Ուրեմն դուք զանազանության հոգին չունեք։ Դուք այսքան բաները չեք տեսնում։ Անցյալ տարի կազմակերպված աղոթքի միջոցառումը, որ տարբեր տեղերից հովիվներ, քարոզիչներ են եկել եւ վարչապետի ներկայությամբ նրանց առիթը տրվեց, որպեսզի ելնեն եւ խոսեն։ Այս կերպով եւս ապացուցվեց, որ հավատքի դաշտը դա մեկ ավազակապետի չի պատկանում, հավատքի դաշտը հավատքի բոլոր մարդկանց համար է։ Այս ընտրություններում դրված է Հայաստանի լինելու եւ չլինելու հարցը։ Ձախ կողմում, ինչպես ասում են, եռագլուխ հրեշը կամ տապանը, նրանց օրակարգը հետևյալն է. պատերազմ, Հայաստանը դառնալ ծայրագավառ, Ռուսաստանի ֆորպոստ, որևէ նահանգ։ Այլ կերպ ասած, ուզում են Հայաստանը Ռուսաստանի ոտքերի առջև մատաղանեն։ Այդ ժամանակ կգա իրական ստրկացումը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային։ Աջ կողմում քաղաքացիական պայմանագիր եւ նրանց օրակարգը խաղաղություն եւ հարատև խաղաղություն եւ դրա համար ամեն ջանք անում են։ Ինքնիշխան պետություն, ազատություն եւ երկիրը զարգացնելու անկասելի ընթացք։ Ում որ ընտրես, նրան էլ արժանի ես։ Հետևաբար համար 16